Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ ԵԱՏՄ 4 նախագահները Հայաստանին եվրոպական եւ եվրասիական միությունների միջև կողմնորոշվելու ժամանակ են տալիս մինչև դեկտեմբեր։ Մինչ այդ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դարձյալ հայտարարում է Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։ На основе взаимного уважения, равноправного партнерства. Խաղաղությունից հետո, խաղաղության հաստատումից հետո ինչա պարզվել։ Քարոզարշավի վերջին շաբաթն է մեկնարկում։ Փաշինյանը խոսում է նաև Հայաստանի հյուսիսում երկաթուղին վերականգնելու հնարավորության մասին։ Ահազանգեր ենք ստանում։ Ուժեղ Հայաստան ընտրությունների օրը քվեաթերթիկ դուրս բերելու հրահանգներից է բողոքում։ Ըստությամբ պրոցեսները վերահսկել, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է 44-օրյայի մասին հարցին։ Նախի մի հատ բեսպիլոտիկ չեք արել կամ զենք չեք արել։ Երբ որ ես երկրի ղեկավար եմ եղել, բեսպիլոտիկներ ընդհանրապես չի եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու մասին դիմումը։ Վաշինգտոնը պնդում է, Իրանն էական զիջումների է գնացել, Թեհրանը հայտարարում է, որ չի վստահում Վաշինգտոնին։ Եվ այսպես Ռուսաստանից հնչող ամենօրյա սպառնալիքների և տնտեսական սահմանափակումների պայմաններում Ղազախստանի մայրաքաղաքում այսօր անցկացվեց ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, այնտեղ Հայաստանին հորդորել են հանրաքվե անել և կողմնորոշվել, Եվրամիություն են գնում, թե մնում են Եվրասիական տնտեսական միության մեջ։ Իսկ այս ընթացքում մինչև դեկտեմբեր կվերլուծեն և կզեկուցեն Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքների մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Եվրամիության հետ մերձեցումը Եվրասիական գոտու հետ համատեղելու կողմնակից է։ Նիստին ներկա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարել է, մտադրություն չունեն դուրս գալ տնտեսական միությունից։ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորում են սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։ ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները 5-րդ անդամին Հայաստանին ուղիղ ասում են, այս դեկտեմբերին ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի։ Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու մյուսները այսպիսի սպառնալից հայտարարություն են անում այն դեպքում, երբ ԵԱՏՄ կանոնադրությամբ անդամ երկրին հեռացնել չեն կարող։ Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամակցությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել, ինչը Ռուսաստանն արդեն իսկ վերջին շաբաթներին անում է, վնասելով Հայաստանի տնտեսությանը։ Պուտինը, Լուկաշենկոն, Տոկաևն ու Ժապարովը պնդում են, թե Հայաստանի եվրոպական ձգտումները ԵԱՏՄ անդամ երկրների համար տնտեսական անվտանգության մեջ բերեմ էական ռիսկեր են պարունակում։ Հայտարարությունը փոխանցել են այսօր Աստանայում ԵԱՏՄ նիստին Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նման հարցով հանրաքվե կանցկացնեն, երբ նպատակահարմար կհամարեն։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ ելի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, նաեւ հանրաքվե կանենք այն պահին, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Հայաստանի եվրաինտեգրման քայլերին Մոսկվայի քննադատությանն ու կոշտ գնահատականներին փաստորեն ըստ էության այսօր միացան նաև ԵԱՏՄ մյուս անդամ երկրները։ Վերջին շաբաթներին ռուսական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով կոշտ հայտարարություններ է անում Հայաստանի վերաբերյալ ու արդեն ուղիղ սպառնում շեշտակի թանկացնել գազն ու այն շուկայական գնով վաճառել։ Արդեն տնտեսական սահմանափակումներ են կիրառել, արգելելով հայկական ծաղիկների, բանջարեղենի, ջերմուկի ու մի քանի ալկոհոլային խմիչքների ներմուծումն ու վաճառքը։ Հորդորում են արագ կողմնորոշվել Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն։ Երևանն արձագանքում է ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ եվրաինտեգրման գործընթացը կարելի է համատեղել ԵԱՏՄ-ում անդամակցության հետ։ Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աստանայում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատեց Երևանի դիրքորոշումը։ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում, սակայն համատեղ աշխատանքը պետք է հաշվի առնի
են նաև անդամ երկրների ազգային շահերը։ Уважаемые главы государств, уважаемые коллеги, Պետությունների հարգելի ղեկավարներ, հարգելի գործընկերներ, մենք մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք Հայաստանի ԵԱՏՄ-ում փոխշահավետ համագործակցության հանձնառությունն ի շահ մեր երկրներում եւ մեր տարածաշրջանում տնտեսական կայունության ու զարգացման։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է բարեխղճորեն շարունակել մասնակցել միության աշխատանքին, հիմնված փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության ու անդամ երկրների ազգային շահերը։ Союза на основе взаимного уважения, равноправного партнерства. Չնայած 4 առաջնորդների այսօրվա կտրուկ հայտարարությանը գագաթնաժողովի բաց մասում Հայաստանի հասցեին որևէ քննադատություն չհնչեց։ Անդամ երկրների ղեկավարները Հայաստանն առանձին չհիշատակեցին։ Երևանի մասին ակնարկ կար Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքում։ Նա սակայն ոչ թե մեղադրում էր Հայաստանին, այլ Եվրասիական տնտեսական միությանը, պնդելով, թե իրենք պետք է ավելի լավ աշխատեն, որ անդամ երկրները հեռանալու մտադրություն չունենան։ Надо сделать в ближайшее время решительный шаг. Մենք պետք է վճռական քայլեր իրականացնենք ԵԱՏՄ շրջանակում մեր մատնանշած հիմնական գաղափարներն իրագործելու համար։ Եթե մենք դա չանենք, իսկ հիմա պետք է արագ գործել, որովհետև այդպիսի ժամանակներ են, եթե չանենք, ԵԱՏՄ-ի գրավչությունը կձգտի 0-ին։ Մենք պետք է հստակ հասկանանք, ինչ որ մեկը ինչ որ շահեր պետք է զիջի, իսկ զիջումների բոլորը պետք է գնան, մեկը շատ, մեկը քիչ, բայց մեր առաջնահերթությունը ԵԱՏՄ-ի արդյունավետությունը պետք է լինի, որ անդամակցողները հասկանան, ինչ կստանան, որ անգամ անդամները չմտածեն, այնտեղ ինչ որ միտեղ ավելի լավ կլինի, մեզ մոտ ոչ։ Даже члены нынешнего Евразийского союза не думали о том, что где-то там будет лучше, но не у нас. Դահլիճից դուրս լրագրողների հետ զրույցում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե ԵԱՏՄ անդամ երկրների փողերով Հայաստանը չի կարող եվրոինտեգրման գործընթաց իրականացնել։ Факт остается фактом. Армения по мере сближения с ЕС Փաստը մնում է փաստ։ Հայաստանը Եվրամիությանը մոտենալուն զուգահեռ վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին։ Բացի այդ, կա մի մեծ հարց։ Եվրամիության ուղղությամբ ընթանալիս, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող եւ չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Իրենց հաշվին պետք է անեն։ Ամեն ինչ շատ պարզ է։ Армения не может и не должна это делать за счет финансов стран ЕАЭС. То есть она должна это делать за свой счет. Թե դեռ որքան է Երևանը պատրաստվում համատեղել եվրոպական ձգտումները ԵԱՏՄ-ի հետ, պարզ չէ։ Նախորդին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, այդ քաղաքականությանը կհետևեն այնքան, որքան հնարավոր լինի։ Կարող է համատեղել լինի մինչև 2030 թիվը։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2035 թիվը։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2040 թիվը։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2026 թվականի դեկտեմբերը։ Այդ կարող է համատեղել լինի մինչև 2027 թվականի հունիսը։ Ժամանակը ցույց կտա։ Ես էլ եմ ասում, դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք մեր ինքնիշխան որոշումները կկայացնենք։ Այսինքն մեր պլանում ոչ մի բան չի փոխվել։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է արդեն 12 տարի, կառույցի ստեղծման օրվանից։ Պաշտոնական Մոսկվան անթաքույց դժգոհ է Հայաստանի եւ Եվրամիության ջերմացող հարաբերություններից եւ վերջին շրջանում անընդհատ զգուշացնում է, որ կարող է դադարեցնել արտոնյալ պայմաններով գազի մատակարարումը։ Բացի այդ, արդեն իսկ սահմանափակումներ է կիրառում արգելելով բանջարեղենի, ելակի, ծաղիկների ներմուծումը, մի քանի ընկերությունների ալկոհոլային խմիչքների եւ ջերմուկի վաճառքը Ռուսաստանում։ Լարսում էլ հիմա 100-ի չափ մեքենաներ են կանգնած։ Արդյոք իրենց ապրանքը կարող են Ռուսաստանից բացի այլ շուկաներում վաճառել։ Տեսանյութը քիչ անց կդիտենք, այն այժմ մոնտաժվում է, այժմ անդրադառնանք Քարոզ Արշավին։ Քարոզ Արշավի 3-րդ շաբաթն է ավարտվում, մեկնարկում է վերջին 4-րդ շաբաթը։ Քաղաքացիական պայմանագիրը այսօր տավուշում էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ոչ միայն Սյունիքում երկաթուղին վերականգնելու, այլև Հայաստանի հյուսիսով անցնող երկաթուղու հնարավոր վերականգնման մասին։ Այդ երկաթուղին վերականգնելը բավական թանկ է, բայց Փաշինյանն ասում է, եթե ճանապարհները բացվեն, գուցե նման ներդրումը արդարացված լինի։ Խաղաղությունից հետո, խաղաղության հաստատումից հետո ինչ է պարզվել։ Հայաստանի հյուսիսային մարզերը Ադրբեջանի հետ կապող երկաթուղին, որ արդեն 3 տասնամյակ չի գործում ու ավերված վիճակում է, մոտ $500 միլիոն կարժենա։ Այսօր տավուշում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվ հիմա մենք լրջորեն մտածում ենք, թե ինչքանով է հնարավոր, որ մենք երկաթուղին վերականգնենք։ Վկայակոչելով Միացյալ Նահանգների հետ օրերս ստորագրված ու նախաստորագրված փաստաթղթերը, նշեց, թե ակնհայտ հույսեր կան, որ Միացյալ Նահանգները Տավուշը, Լոռին ու Շիրակը դիտարկում է որպես արևելքը արևմուտքին կապող ռեալ ճանապարհ։ Նշեց, թե մինչև խաղաղության հաստատումը անարդյունավետ ու ոչ եկամտաբեր է համարվել Տավուշով անցնող երկաթուղու վերականգնումը։ Բայց այժմ ըստ երկրի ղեկավարի տեսանելի է, որ $500 միլիոն ներդրումը կարող է արդյունք բերել։ Փորձագետներն են նման եզրակացություններ տվել, նշեց Նիկոլ Փաշինյանը։ Առանց ժամկետներ ընտրողներին ասաց, թե աշխատելու են քայքայված երկաթուղին դարձնել ճանապարհ դեպի Ադրբեջան։ Եվ հիմա շատ մեծ պոտենցիալ եմ ես տեսնում, որպեսզի մենք այս երկաթուղին վերականգնենք, բայց մի նորությունով։ Նորությունը պետք է լինի հետևյալը. Իջևան Հրազդանի ճյուղը եւ Այրում Գյումրու ճյուղը երկաթուղիները իրարից շատ մոտ են։ Եվ մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որ տեսնենք, որ երկաթուղու երկու ճյուղերը միացնենք իրար, եթե դա տեղի ունենա եւ սահմաններն էլ բացվելու են, միանշանակ բացվելու են, այդ նշանակում է, որ երկաթուղու վրա ընդհանուր 500 միլիոն դնելը կարա տրամաբանական լինի, որովհետեւ այդ գումարը հետ կգա։ Եվ հիմա հետազոտություններ են տեղի ունենում այս ուղղությամբ։ Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերում խոսեց խաղաղությունից, նախկիններից, որոնք այժմ պայքարում են նորից իշխանության գալու համար։ Դարձյալ մեղադրեց, թե 2020 թվականի պատերազմը հենց նրանցից է ժառանգել։ Մեզ ասում են պատերազմ եք արել, պատերազմ եք սադրել։ Իրանք գիտեին, որ պատերազմ են թողել, պատերազմը թողած հեռացել։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրություն հրավիրեմ մի բանի վրա։ 2016 թվականի 4-օրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել։ Այսինքն 2016 թվականի պատերազմը շարունակվել է 17-ին, 18-ին, 19-ին եւ 2020 թվականի պատերազմը ընդհանրապես 2016 թվականի պատերազմի շարունակությունն է եղել։ Նաեւ սահմանազատված հատվածներում անվտանգությունից խոսեց, պնդեց, փարատվել են կասկածները, թե սահմանամերձ գյուղերում, հատկապես Կիրանցում, որ ադրբեջանցիներին ավելի են մոտեցել սահմանազատումից հետո, վախի մեջ են ապրելու մարդիկ։ 2024 թվականին նրանք ասում են Կիրանցը տալիս է ադրբեջանցիներին, ոսկեպարի եկեղեցին տալիս է ադրբեջանցիներին եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ եղավ արդյունքում, որտեղ այսօր ոսկեպարի եկեղեցին։ Այսօր ոսկեպարի եկեղեցին սահմանագծված սահմանի այն կողմում է, թե այս կողմում է։ Իհարկե այս կողմում է։ Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թվականին Տավուշի հատվածում մոտ 12 կիլոմետր են սահմանազատել։ Դրանից հետո հողի վրա այլ գործնական աշխատանքներ չեն եղել։ Բերդում Նիկոլ Փաշինյանին դիմավորելու էին եկել քաղաքապետ Աստղիկ Հակոբյանն ու աշխատակազմի անդամները։ Հակոբյանը 2021 թվականին համայնքի ղեկավար է դարձել ընդդիմադիր զորավոր համայն կուսակցության կողմից։ Այսօր հրաժարվեց պատասխանել ազատության հարցին, թե արդյոք աջակցում է քաղաքացիական պայմանագրին, որի հետ քաղաքական հակառակորդներ են եղել 5 տարի առաջ։ Ինչ եք ուզում եք ասել։ Չեմ լսում Ասեմ, հնարավոր եղել է այս տարիներին աշխատել կառավարության հետ, կառավարության հետ ավարտել ծրագրեր ենք իրականացնում, այո։ Իշխանական կուսակցության քարոզչությանն այսօր մասնակցողները նշեցին, որ գնահատում են կառավարության վերջին տարիներին կատարած աշխատանքը։ Ճանապարհներ, դպրոցներ ու բակեր են նորոգվել։ Շեշտում էին նաև հաստատված խաղաղությունը։ Կարևոր բաներ շատ կան, բայց դա նույնպես բարեկեցության մի ձև է, որը մեզ մոտիվացնում է ապրելու այս սահմանամերձ քաղաքում, բնակավայրերում։ Ես խնդիր չունեմ, դուք եք թրջվելու։ Բերդում քաղաքացիական պայմանագրի ժամանման հետ տեղատարապ Անձրև սկսվեց։ Այստեղ վարչապետը կարճ խոսեց Անձրևի տակ, հաջորդ հանդիպումը փակ դահլիճում էր։ Իշխող ուժը եւս մեկ քարոզչական օր կանցկացնի Տավուշի մարզում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լոռու մարզում է քարոզարշավ անցկացնում եւ այնտեղ չի շրջանցվել 44-օրյա պատերազմի թեման, երբ քաղաքացիներից մեկը հարցրել է, թե ինչու պատերազմում բավականաչափ զենք եւ անօթաչու թռչող սարքեր չուներ հայկական կողմը։ Լոռու մարզում ընդդիմադիր Հայաստան դաշինքի քարոզարշավի առաջին կանգառն այսօր սպիտակում էր։ Պարոն Փաշինյանը եկավ, դավաճանեց, չէ՞ ժողովրդին։ Ժողովրդին դավաճանեց։ Դուք չգիտեք երբ պատերազմ ելնելու։ Մեծ պատերազմը, վերջի պատերազմը։ Ոնց պիտի իմանա։ Չգիտեք։ Հա երկրի ղեկավար եք։ Երկրի ղեկավար եմ,
Եղել եք, չէ՞։ Բախի մի հատ բեզպիլոտնիկ չեք արել կամ զենք չեք արել։ Լորեցի մի տղամարդ մոտեցավ 1998-ից 2008 թվականը Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին ու ըստ էության նրան մեղադրեց 2020 թվականի պատերազմի ժամանակ զենքեր հատկապես ԱԹՍ-ներ չունենալու համար։ Քոչարյանը բացատրեց, ինքը կապ չունի ու ընդհանրապես իր կառավարման տարիներին անօթաչու թռչող սարքեր չկային։ Ոչ թե առել ենք, այլ այնքան ենք առել, բերել եւ ծրի, որ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Ալիևին։ Դուք անձամբ դուք կարող եք ոչ մի ակնկալիք չունենալ։ Քաղաքացին ասաց, որ վարչապետ Փաշինյանին է հավատում։ Մեր քաղաքացին ամեկա պետք է նորմալ վերաբերվենք, հարգանքով վերաբերվենք, մոլորված տղա է, հիմա ինչ անենք։ Գոնե մի հատ ավելի լավ ինստրուկտաժ անեին։ Երկրորդ նախագահը, որ վարչապետ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու ու պարտության համար, սպիտակցիներից քվեր խնդրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Իմ տպավորությունը, որ ամեն ինչ գնում է սենց մի աշխարհաքաղաքական, սենց երկրաշարժի։ Հայաստանը նորից ղեկավարելու հայտ ներկայացրած Քոչարյանն ու նրա թիմը պնդում են, փորձառու են, իրենց խոսքից հետ չեն կանգնի։ Համոզված ենք նաև, որ պահը ճակատագրական է, եթե հիմա բան չփոխենք երկրում, լրջագույն հարցեր ունենալու ենք։ Արդեն այդ ազանգը կա։ Մինչ երկրորդ նախագահի ժամանելը նրա թիմակիցները մշակույթի տանը հավաքվածներին հիշեցրեցին նրա իշխանության օրոք 1988-ի երկրաշարժից տուժած Սպիտակում իրականացված շինարարությունը։ Քոչարյանն ինքը դահլիճում ելույթ չունեցավ, հենց փողոցում հանդիպեց լոռեցիներին, որոնցից մեկը ներկայացավ մեծ Պառնիի նախկին գյուղապետ, 25 տարվա ուշացած շնորհակալություններ հայտնում։ Որ ձեզ համոզեցի, երկու գազաֆիկացրիք։ Չեմ կարծես շնորհակալություն հայտնեմ։ Նոր եմ ասում 20 տարի հետո, ինչ արի 25 տարի հետո։ Այդ ցավոտ տանեմ։ Շնորհակալ եմ։ Հետո մեր գործերը մի քիչ բան գնա։ Եղավ, սրտած շնորհակալ եմ։ Մենակ խնդրում եմ նրանց արեք գազը չկտրեն մեր, չթանկացնեն։ Ոնց որ ամեն ինչ անում են, որ անիմաց դառնային գործը 20 տարի առաջ բռնած գործը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պատերազմից հետո իր կառավարությունը բարեփոխել ու վերակառուցել է բանակը ու միլիարդների նորագույն զինտեխնիկա գնել, երկրորդ նախագահը քննադատեց իշխանությանը, պնդելով, թե մայիսի 28-ի երեկվա զորահանդեսը քարոզչական նպատակներով օգտագործվեց։ Իրենք եթե հիշեցնեն բեսպիլոտնիկների տեղ կլուբնիկի ռեֆորմ էին սկսել բանակում։ Հիշեցնեմ Ինչքան գեներալներ ունենայինք, գնդապետներ ունեինք, մարտական փորձով բոլորին տշեցին բանակից։ Երկրորդ նախագահը նաև նվերներ ստացավ։ Մի տղա երեխա նվիրեց եղբոր աշխատանքը, Արարատի բնապատկերով նկարը։ Արգելված պեյզաժը, արգելված է, բայց երեխան անչափահաս է, հույսով ենք, որ ոչ մի հետևանք չի ունենալու, էլի այս ամենը։ Ընդդիմադիր դաշինքի հաջորդ կանգառները Ստեփանավանում ու Վանաձորում էին։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը Երևանում է քարոզարշավ արել, քանաքեռ Զեյթունում են հանդիպել քաղաքացիների հետ։ Ուժեղ Հայաստանի անդամներից Գոհար Մելոյան այսօր հայտարարել էր, որ իրենք ահազանգեր են ստացել, որ հրահանգում են ուժեղ Հայաստանի քվեաթերթիկը դուրս բերել քվեախցիկից, որպես ապացույց, որ այդ ուժի օգտին չեն քվեարկել։ Ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանն այսօր ասել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն են աշխատակիցներին նման հրահանգ տվել մարզերում առանց հստակեցնելու, թե որ մարզի որ բնակավայրի տեղական իշխանությունների մասին է խոսքը։ Ուժեղ Հայաստանը խոստանում է նաև այս ահազանգերի մասով դիմել իրավապահներին։ Քննչականի խոսնակը Ազատությանն այսօր ասել է, որ հաղորդում դեռ չեն ստացել։ Ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են մասնավորապես մեր ուժեղ Հայաստան դաշինքի երրորդ համարի քվեաթերթիկը դուրս բերել որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է եւ դուք ինքներդ կարող եք խնդիր ունենալ, եթե արձանագրվես, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Հետևաբար, կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն ու դուք եք դառնալու ու հիմնական այն աղբյուրը, ովքեր որոշելու են, թե ով է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը եւ այս ճնշումներին վերջ տալու հիանալի ու շատ մոտալուտ հնարավորություն ունեք, հետևապես կրկին եմ ասում, թեկուզ առնվազն այն տեսանկյունից, որ ռիսկ է, մի գնացեք ռիսկի կատարելու իրավախախտում, որովհետև քվեաթերթիկ դուրս բերելը, բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է եւ ճնշում ձեր նկատմամբ, նաեւ
իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ Մի քանի հազար թիմակիցներ ունենք, որպես վստահված անձ, փորձելու ենք ամենայն խստությամբ process-ները վերահսկել, որպեսզի այդպիսի փորձեր չլինեն։ Մեզ հասնում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ իշխող ուժը ունի ներկայացուցիչներ, կան ճնշումներ մարդկանց վրա, այսպիսի ճնշումներ, եւ պետք է հետևենք, որ այդպիսի բան չլինի։ Իրենց նշանակած իրավապահները մաքսիմում կարող զբաղվեն ձայնագրություն բեմադրելով, գործակալներ ուղարկելով եւ դրանցով ձայնագրություն բեմադրելով։ Իրենց նշանակած իրավապահները հաստատ իրենց չեն բռնելու։ Այսինքն չեք Դիմելու ենք, բայց ճիշտը որ ասեմ, բացի դատական համակարգից, որտեղ փոքր ինչ պահպանվել են ինչ որ ազատություններ, այլ համակարգում մենք չենք տեսնում այդ ազատությունը եւ տեսնում ենք տոտալ քաղաքականացում, կուսակցականացում։ Իդեպ առաջին համարների հեռուստաբանավեճ է սպասվում հանրայինով հունիսի 4-ին արդյոք Նարեկ Կարապետյանը մասնակցելու է, իմ գործընկեր Աստղիկ Բեդևյանն է հետաքրքրվել։ Իհարկե մասնակցելու ենք։ Շատ հետաքրքիր է լինելու, ասեմ ձեզ։ Կարծում եմ հետաքրքիր է լինելու մեր քաղաքական ընդհանուր ուժերի մոտեցումների տարբերությունը մի հարթակում տեսնել։ Եվ նաև հետաքրքիր է լինելու մեր հասարակությունն հնարավորություն է ունենալու տեսնել մոտեցումների տարբերություն։ Բարգավաճ Հայաստանն ու այս ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր Երևանի Աջափնյակ համայնքում էին։ Ծառուկյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած մեղադրանքին, թե իր Փեսան դատարանի որոշմամբ արդեն պետականացված իր նախկին առանձնատնից գողություն է անում։ Ծառուկյանն ասել է, որ մինչև դատարանի որոշումը Փեսան վերանորոգում էր սկսել այդ տանը եւ այժմ էլ պատրաստ է հետ գնել հայրական առանձնատունը։ Փաշինյանը նաև ասել էր, որ պատրաստվում են պետականացված այդ առանձնատանը ծերերի խնամքի կենտրոն բացել։ Ծառուկյանն ասել է, որ պատրաստ են ֆինանսավորել նման կենտրոնի կառուցումը։ Աջափնյակ թաղամասում շարունակվում է Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի քարոզարշավը, ասեմ, որ ի սկզբանե մենք նրան մինչև քարոզի սկիզբը հարց ուղեցինք կապված այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հերթական մեղադրանքի հետ, այն մասին, որ Ծառուկյանի Փեսան, այն տունը, որ արդեն պետության սեփականությունն է դատարանի որոշմամբ, այդ տնից գողություն է անում, այսինքն քարերն է փոխում։ Հարցրեցինք Ծառուկյանին, արդյոք սա համապատասխանում է իրականությանը, եթե այդպես է, ինչու է Փեսան արդեն պետությանը պատկանող շենքից քարեր փոխում։ Գուլոյանը, որ իր տունը եզաստեն փոքր իր երեխաների համար, դա շուտ է եղել մինչև որոշումից առաջ։ Վարպետներին բռնետալն է, որ այդ վարպետները ոչ թե քար քանդող տարող են, այլ կառուցում են, գեղեցկացնում են, ու Գուլոյանը իր փաստաբանն հաստատ դիմեք, որ 2,5 միլիոն է, ես չեմ ընդունել, բայց որոշումը ես պատրաստ եմ այդ 2,5 միլիոնը վճարեմ, իմ հորական պապական տունն է, մեր խելքի տունը մնա, ինքը ոչ թե քանդած ավելի գեղեցիկ սարքում են վարպետները, որ սարքում են այնտեղ։ Վարպետներին տարել են 3 օր միլիցիա, վարպետները ցուցմունքը տալիս են, այո, իսկ այդ քանդելը եղել է այդ որոշումից առաջ, մի տարի, 2 տարուկես առաջ։ Ասեմ նաև, որ Ծառուկյանի Փեսայի տան պետականացումից հետո Փեսան բնակվում է վարձով, համենայն դեպս այդպես հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։ Ինչ վերաբերում է Փաշինյանի մյուս մեղադրանքներին, նաև սպառնալիքներին, որ հնչեցրեց 3, որ նա վանդակում է ապրելու, սրան Ծառուկյանը հարմար չհամարեց անդրադառնալ եւ այսօր ավելի վաղ իր թիմի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ դեմ է վիրավորանքների ցեղ շպրտելուն, կոշտ պատասխանելուն, մեջբերեմ մեր մեծությունը, բարձրությունը եւ կլասը պիտի պահպանենք։ Ես ասել եմ, առաջինը ես չեմ սկսում, մարդիկ ասում են պատասխանը ստանում են։ Ասեմ, որ Աջափնյակում հավաքված էին Բարգավաճ Հայաստան կուսակցության համակիրներն ու անդամները եւ մեր տպավորությամբ այնքան էլ մեծ չէր հենց Աջափնյակի բնակիչների թիվը։ Լրիվ այստեղ է մարդ չկա, հայատը մարդիկ այստեղ են, այնտեղ մարդ չկա։ Չկա, այո, կուսակցությունը բերել է իրանց հետ։ Բայց ոնց նայում եմ մեր թաղամասից երևի շատ քիչ մարդ կա այստեղ։ Պարզապես մեկ բառով կարտահայտեմ միտքս։ Վռնդենք, ոչ թե հեռացնենք, պարզապես վռնդենք։ Փաշինյանի նման նախագահ մենք պետքա չունենանք։
Փաշինյանի նման ղեկավար պետքա չունենանք։ Եթե ժողովուրդը մեծարում է, ուրեմն ինքը լավ մարդ է։ Հայոց ժողովրդի համար լավ բաներ կա։ Ոգի հարազատ է ինձ ամեն իրանց կետերը։ Որ կետերը կան։ Բոլոր կետերը։ Բոլոր կետերը։ 5 հատ կետ ունի, չէ՞ նորմալ։ 5-ն էլ ոգի հարազատ է ինձ։ Որևէ մեկ առանձնացնեք։ Երաշխավորված խաղաղություն ամենակարևորը, անվճար ուսուցում։ Տպավորություն փոփոխություններ, բոլոր ձևի փոփոխություններ։ Ամեն ինչ, թե աշխատատեղերով, թե իշխանափոխությունով, թե ամեն ինչով պետք է լինի։ Վարչապետը ինչ ասում է, ամեն ինչը հակառակն է անում։ Պետք է գործով ցույց տալ, ինձ թվում է Ծառուկյանը կապացուցի, որ ինքը իր խոսքի տերն է։ Ես համարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը այսօրվա դրությամբ միակ քաղաքական գործիչն է, որ երբեք ոչ մեկին չի խաբել։ Իր ասածը ոնց որ ինքն է ասում, որ ասածը գործ պետք է լինի, ասածը գործ անի։ Աջափնյակի բնակիչների հետ հանդիպումներում Ծառուկյանը հիշեցնում է իր արդեն վաղեմի դարձած խոսքը, թե իր խոսքը գործ է, խոսում է անվճար կրթության, առողջապահության եւ խաղաղության, երաշխավորված խաղաղության մասին։ Նա այսօր դարձյալ շեշտեց, որ պիտի Ռուսաստանի հետ չթշնամանանք եւ ասում է, որ օր-օրի այն ինչ ասել է կատարվում են, հավանաբար նկատի ունենալով ռուսական սահմանափակումները։ Ասում էի, որ չի կարելի Ռուսաստանի հետ թշնամանալ։ Ասել եմ, չէ՞։ Հիմա տեսնեք ինչ է կատարվում։ Դրա համար պետք է մտածեն երկրի ժողովրդի համար, ընտրությունը թող շատ լինի։ Բայց կոնկրետ պետք է ընտրես ամենալավը, որը դա անվտանգ է քո երկրի համար, քո ժողովրդի համար, քո ժողովրդի առօրյայի համար։ Արման Բաբաջանյանի հանուն Հանրապետության կուսակցությունը, որ Հայաստանի ապագան կապում է Եվրոպական միության հետ, Գյումրիում էր քարոզ արշավանում եւ երեք նաեւ բողոքի ակցիա է անցկացրել ռուսական ռազմաբազայի մոտ։ Բաբաջանյանը կարծում է, որ Ռուսաստանից այս օրերին հնչող սպառնալիքներին ի պատասխան Հայաստանը պետք է բարձրացնի Ռուսաստանի ռազմաբազայի դուրսբերման հարցը։ Իշխանություններն ավելի վաղ ասել են, որ ռազմաբազայի դուրսբերման հարց չկա։ Հանուն Հանրապետության կուսակցությունը ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու կողմնակից է։ Երեկ երեկոյան ընտրողների հետ հանդիպումից հետո հակառուսական պաստառներով քայլերթով հասան 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի անցակետի մոտ ու լուր բողոքի ակցիա անցկացրին։ Այդ պահին ռուս զինվորական էր անցնում ու Ազատ Արշակյանը հորդորեց նրան տուն գնալ։ Իվան, իջի դամոյ։ Զինվորականը չարձագանքեց։ Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը պնդում է, որ վերջին օրերին ռուսական կողմի տնտեսական սանկցիաները ընտրողների վրա ազդելու համար են իրականացվում։ Մեզ վախի եւ սպառնալիքի այսպես ալիք են փորձում բարձրացնել հայ ընտրողների եւ մեր քաղաքացիների տրամադրությունները սպառնալիք է տարածում մեր քաղաքացիների կամարտահայտության վրա ազդելու նպատակով։ Ըստ Բաբաջանյանի հայկական կողմը պետք է հայլային պատասխան տա, նախ դադարեցնի ռուսական ալիքների հեռարձակումը, հետո սկսի ռազմաբազայի դուրսբերման գործընթաց։ Կարծում եմ, այս ռազմաբազան այլևս անելիք չունի, իր առաքելությունը սպառված է 2020 թվականին, 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին հայ ժողովրդի հետ տեղի ունեցածից հետո այս ռազմաբազան այլևս կամա ընդհանրապես անելիք չունի եւ անգործունակ է եւ դրան պիտի հաջորդի ուղղակի Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումը քննարկման առարկա դարձնել ժամկետից շուտ այս ռազմաբազայի գործողությունը կասեցնելու եւ նրանց Հայաստանից դուրս շպրտելու։ Հայաստանի իշխանությունները նախընտրական այս շրջանում զգույշ են արձագանքում Մոսկվային, իսկ ռազմաբազայի մասով ասել են, թե նման օրակարգ չունեն։ Ավելին խորհրդարանի խոսնակը վերջերս ասել էր, թե դա աբսուրդ քննարկում է, բայց Բաբաջանյանը կտրուկ քայլերի կողմնակից է։ Պարադոքս է համարում, որ օտար երկրյա բազայի կոմունալ ծախսերը հայաստանցի հարկատուներն են վճարում։ Հայաստանի հարկատուներն են նաև սրանց կոմունալ վճարները տալիս
մի բան, որ ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում չկա, եւ կարծում եմ, որ Հայաստանը պիտի ընտրի մի ճանապարհ, երբ այլևս որևէ պետության ռազմական ներկայություն պիտի բացառվի Հայաստանի տարածքում, մեր սահմանների պաշտպանությունը, մեր երկրի անվտանգությունը մենք պիտի ի վիճակի լինենք իրականացնել։ Հաջորդ քայլով ըստ նրա պետք է նաև հայ-թուրքական սահմանից դուրս բերվեն ռուս սահմանապահները։ Կարծում եմ, որ մենք հայ-թուրքական սահմանից պետք է ռուսական հատուկ ծառայությունները FSB-ի զինծառայողներին դուրս բերելու հարց քննարկենք, դա վերջապես այդ սահմանը կդառնա հայ-թուրքական, այսօր ռուսները չեն համարում, որ դա Հայաստան-Թուրքիա սահմանն է, իրենք համարում են, որ դա Եվրասիական տնտեսական միություն Թուրքիա սահմանն է, իրենց դուրս դնելով այդ սահմանը կդառնար հայ-թուրքական սահման։ Քաղաքական այսուժը հայտարարում է, թե ցանկանում է լինել ընդդիմադիր դաշտի սանիտարը, ռուսամետ ուժերին դուրս թողնելով քաղաքական դաշտից։ 2021-ին հանուն հանրապետությունը դաշինքով էր մասնակցում ընտրություններին եւ ստանալով ընտրողների ձայների 1.5%-ը դուրս մնաց խորհրդարանից։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման արդյունքներով Բաբաջանյանի կուսակցությունը տեղ չի գտել այն ուժերի ցանկում, որոնց ընտրողները կտային իրենց ձայնը։ Պաշտոնական Մոսկվան անթաքույց դժգոհ է Հայաստանի եւ Եվրամիության ջերմացող հարաբերություններից եւ վերջին շրջանում անընդհատ զգուշացնում է, որ կարող է դադարեցնել արտոնյալ պայմաններով գազի մատակարարումը։ Բացի այդ, արդեն իսկ սահմանափակումներ է կիրառում, արգելելով բանջարեղենի, ելակի, ծաղիկների ներմուծումը, մի քանի ընկերությունների ալկոհոլային խմիչքների եւ ջերմուկի վաճառքն է արգելել Ռուսաստանում։ Լարսում էլ հիմա 100-ի չափ մեքենաներ են կանգնած։ Արդյոք իրենց ապրանքը կարող են Ռուսաստանից բացի այլ շուկաներում վաճառել։ Ռուսաստանը ջերմուկի հերթական խմբաքանակի վաճառքն է արգելել իր շուկայում եւ օնլայն հարթակներում։ Այս անգամ խոսքը 64.5 միլիոն շշի մասին է։ Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ռոսպոտրեբնadzորը հայտարարել է, հանքային ջրի բաղադրությունում խախտումներ է հայտնաբերել։ Ընկերությունից ամիսներ շարունակ չեն արձագանքում ռուսների այս սանկցիաներին։ Տարեսկզբից արդեն 38.4 միլիոն շշի վաճառք է կասեցվել։ Երկրորդ խմբաքանակի արգելքից հետո Հայաստանի անվտանգության տեսչական մարմինը ջերմուկի մայր գործարանում ստուգումներ էր արել ու հայտնել, որ ռուսական կողմի նշած ցուցանիշներում խախտումներ չի գտել։ Նմուշարում են կատարել ջերմուկից, լաբորատոր փորձաքննության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, հիդրոկարբոնատ, սուլֆատ, քլորիդ իոնների քանակը համապատասխանել է մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի։ Չնայած Հայաստանն ու Ռուսաստանը նույն տնտեսական միության անդամ են, փորձը ցույց է տալիս, որ ջերմուկից բացի նաև հայկական այլ ապրանքների ստուգումների արդյունքները ռուսական կողմը հաճախ չի ընդունում ու կրկնակի ստուգումներ է անում։ Մի խումբ բեռնափոխադրողներ Ազատությանն այս օրերին պատմում են, որ ավելի քան 100 բեռնատար շարունակում է կանգնած մնալ ռուսական սահմանին։ Նրանց խոսքով անգամ մերժված բեռներով մեքենաները դեռ չեն կարողանում վերադառնալ, քանի որ վերադարձի փաստաթղթերը ռուս մաքսավորներից չեն ստանում։ Իսկ Հայաստան հասնել նորեր ու հավելյալ ծախս է պահանջում։ Ճշումներ է գործադրում, էլի։ Բոլորս էլ հասկանում ենք, էլի, որ ասում ծեծված թեմա է։ Այս ընթացքում քարոզարշավով Հայաստանում շրջող վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է աղալքալակ Կարս երկաթուղին արդեն հասանելի է Հայաստանի բեռնափոխադրողների համար։ Բացի այդ, տնտեսվարողներն ասում է կարող են իրենց ապրանքը նաև Վրաստանի ու Ադրբեջանի սահմանով արտահանել։ 6 ամիսա Հայաստանից երկաթուղով արտահանում անելու հնարավորությունը բաց է։ Այսինքն խոչընդոտ չկա, կարելի է Հայաստան, Վրաստան, Ադրբեջանի ճանապարհով ապրանքներ արտահանել, բայց մենք արտահանման մի դեպք նույնիսկ այս պայդրությամբ չունենք։ Ինչն է դրա պատճառը, որովհետև բիզնես սովորել է 35 տարի, որ ֆուրով է արվում ապրանքը արտահանումը, այսինքն բեռնատար մեքենայով, իսկ բեռնատար մեքենայի տարողությունը եւ վագոնի տարողությունը տարբեր են։ Հայաստանի համար ամենամոտը ռուսական շուկան է։ Վարչապետին հակադարձում են բեռնափոխադրողներն ու հարցնում հայկական ֆիտոսանիտարական ստուգումների դրական պատասխաններն անգամ Ռուսաստանը չի ընդունում։ Մյուս երկրներն ընդունելու են։ Այս պահին Ռուսաստանի սահմանին կանգնած բեռնափոխադրողն էլ ասում է, հաճախ ֆերմերն ինքն է բերքը Ռուսաստան տանում։ Հիմա նրան շատ արագ վիզա կտան, որ Եվրոպա տանի, կամ պետությունն արդեն աջակցում է, որ հայկական գյուղմթերքը համապատասխանի արտասահմանյան շուկաների պահանջ Գինգազովը պետք է ասեն բերեն
Ռուսաստան, որ մարդիկ հիմա չեն կարում, վագոնով ոնց են տանելու հասնեն Եվրոպա։ Մարդիկ իրանց միտքը քաղում են ծառի, դե իրանք էլ գահացեն վաճառում են Եվրոպա, ոնց են գնալու որ վաճառեն։ Վարչապետի պնդմանը, թե հայ բիզնեսմենները սովոր են միայն ֆուռ լցնել, ոչ թե վագոն, շուրջ 10 տարի դեպի ԵՄ եւ ԵԱՏՄ ուղղություններով բեռնափոխադրում իրականացնող Spinnaker Group-ի համահիմնադիր Նորայր Գևորգյանը հակադարձում է։ Օրինակ, ռուսական սանկցիաների տակ ընկած թարմ միրգ բանջարեղենը հնարավոր չէ գնացքով տեղափոխել, միայն չփչացող ապրանքի դեպքում է դա արդյունավետ։ Շուտ փչացող բեռները երկաթգծով անհնար է տանել։ Ելակ միր բանջարեղենը չի կարող գնալ։ Շատ լավ է որ բաց է, բայց երկաթուղու համար մեկ ֆուռ պայմանական շատ քիչ է։ Դա կարող լինի օրինակ այն ապրանքների համար, որոնք ունեն մեծ ծավալ Հայաստանից դուրս եկող։ Հիմա այդ մարդը տալու է 2 ֆուռ ելակ կամ 2 ֆուռ կոնյակ, գինի կամ բահածո։ 40 տոննա երկաթուղու համար չին քանակ։ Երկաթուղու համար պետք է լինի մի քանի 100, եթե ոչ 1000 տոննա, որ դա լինի, այսպես ասած, իրեն արդարացնող։ Ռուս մասնագետները մեկ շաբաթով Հայաստանում էին, ստուգումներ էին անում տեղի մի քանի ձկնաբուծարաններում եւ ջերմոցներում։ Նրանք դեռ Ռուսաստան չէին վերադարձել, երբ 3 Ռոսելխոզնadzորը նոր հայտարարություն տարածեց, թե մայիսի 30-ից կարգելվի թարմ լոլիկի, կանաչ բիբարի, վարունգի, կանաչեղենի ու ելակի ներմուծումը։ ՍԱԱՏՄ մամուլի խոսնակն ասում է, պաշտոնական գրությունը 3 ստացել են։ Տեղական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, արդյունքները առաջիկայում կհրապարակվեն, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհասկանանք խնդիրը որտեղ է եւ ըստ այդմ կփորձենք կարգավորումներն իրականացնել։ Իսկ բուսաբուծական եւ ձկնաբուծական ձեռնարկություններում 21-ից 27 ռուս գործընկերների հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել։ Դրանք նույնպես կներկայացվեն ամփոփվելուց հետո։ Մոսկվային դուր չեն գալիս Եվրամիությանը մերձենալու Հայաստանի ձգտումները։ Տնտեսական սահմանափակումները սկսեցին ակտիվացնել մայիսին Երևանում անցկացված եվրոպական 2 մեծ գագաթնաժողովներից հետո։ Ռուսաստանին զգուշավոր արձագանքող Հայաստանի վարչապետը, որ հայկական բիզնեսին արտասահմանյան նոր ուղղությունների մասին է պատմում, օրերս հիշեցրեց. Միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ում ենք ընդլայնվելու։ Հիմա մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Ղազախստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Ղրղզստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Տաջիկստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Չինաստան, որովհետև նախկինում դա տեղի չէր ունենում տրանսպորտային սահմանափակումների պատճառով։ Լարսում ավելի քան 10 նոր մնացած վարորդներն Ազատությանն ասում են, լսել են, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բրյուսել է դիմել հայկական ապրանքները Եվրոպա տանելուն աջակցելու համար։ Վարչապետի այս հայտարարություններն էլ են լսել, բայց ընդգծում են, քանի առուն չեն ցատկել, չեն բոբիկանում, իսկ մինչև այդ մեկ խնդրանք ունեն։ Խնդրում եմ, առաջինը թող օգնեն ինձ հիմա ես Լարսից տուն վերադառնամ։ Ես հիմա Լարսից չեմ կարող տուն վերադառնամ։ Այստեղ ինչքան հնարավոր է ինձ համար ավելի բարդացնում են վիճակը։ Եվ վերադառնալով Աստանայի հավաքին, նիստից հետո լրագրողների հետ է շփվել Ռուսաստանի նախագահը եւ կենտրոնացել Հայաստանի վրա։ Նորից պնդել է, թե իրենք ոչինչ չեն պարտադրում, բայց եւ շեշտել, պետք է ճիշտ հաշվարկներ անել։ Այս լուրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ազատություն.am կայքեջում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է քննել Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիմումը Դանիել Իոնիսյանին դիտորդության իրավունքից զրկելու վերաբերյալ։ Ըստ Մարուքյանի, Իոնիսյանը անաչառ չէ եւ հայտարարություններով արատավորել է իր բարի համբավը։ Իոնիսյանը օրերս գրառմամբ անդրադարձել էր ռուսալեզու մի հոդվածի, որում նշվում էր, որ Մարուքյանը ի թիվս այլ գործիչների ռուսամետ քարոզչությունն առաջ տանողներից է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի վաղը։ Դանիել Իոնիսյանը իմ կարծիքով ինքը թիրախավորելով մեզ ավելի լավ պայմաններ է ստեղծում մեր հետ մրցակցող ընդդիմադիր ուժերի համար, տարբերակ 1, տարբերակ 2, նա աջակցում է դրանով իշխող ուժին։ Հիմա ես հասկանում եմ, որ ինքը կարող է իր հայացքներն ունենա, իշխող ուժին էլի աջակցի, թող գնա ընտրի։ Բայց եթե պետքա գա հավատարմագրվի ձեր մոտ, հետո որպես անկախ դիտորդ հանդես գալով մեզ թիրախավորի, հանրության մեջ մեր էլեկտորալ հնարավորությունը փորձի սահմանափակել, մենք ակնկալում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջամտությունը, որ այս խնդիրը կարգավորվի։ Ես չեմ ուզենա, որ որևէ ծրագիր, որը միտված է ընտրությունների արդարության, թափանցիկության, օբյեկտիվության, ժողովրդի կամքի վերջնական արձանագրման ուղղությամբ որևէ ծրագիր խաթարվի, բայց վերջին հաշվով պետք է այդ process-ով զբաղվող մարդիկ իրենց հաշիվ տան։ Ես արտահայտել եմ իմ զարմանքը տեղի ունեցած փաստի վերաբերյալ։
Փաստը այն է, որ ինչ որ կայք հրապարակել է ինչ որ բան։ Եվ ես դրա հետ կապված զարմանքս եմ արտահայտել։ Եվ ես վստահ եմ, որ ես միակ մարդը չեմ, որ ներկաներից ես միակ մարդը չեմ, որ զարմանք։ Ոչ ասել եմ, որ դա լավ է, ոչ ասել եմ, որ դա վատ է, ոչ ասել եմ, որ պարոն Մարուքյանը լավն է, որ տենց է, ոչ ասել եմ, որ վատն է, որ տենց է։ Որևիցե կերպ զարմանք։ Ես չգիտեմ, որ պահից է զարմանքի արտահայտումը, հիմա եթե ենթադրենք թեկնածուներից մեկը ստեղ գար Էլվիս Պրեսլիի մեքենայով, ինչ ենք արտահայտելու։ Զարմանք, վայր Էլվիս Պրեսլիի մեքենայով եկավ։ Հետո չեք նշանակելու, որ դա լավ է, դա վատ է, ընտրողը թող գնահատի դա լավ է թե վատ է։ Եվ վերջում Իրանի շուրջ զարգացումների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այսօր փակ հանդիպում կունենա Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու համար։ Մինչ այդ ամերիկյան եւ միջազգային մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը հրադադարը երկարաձգելու շուրջ նախնական համաձայնության են եկել, որը սակայն դեռ պետք է վերջնական հաստատի Թրամփը։ Ըստ գործարքի հրադադարը երկարաձգվի եւս 60 օրով։ Իրանը կվերաբացի Հորմուզի նեղուցը, իսկ այդ ընթացքում կողմերը կբանակցեն ավելի բարդ խնդիրների շուրջ, օրինակ Իրանի միջուկային ծրագրի։ ԱՄՆ նախագահը իր գրառման մեջ դարձյալ շեշտել է, որ Իրանը պիտի համաձայնի երբեք միջուկային զենք չունենալուն եւ Հորմուզի նեղուցը անհապաղ բացելուն։ Իրանի գլխավոր բանակցողն իր հերթին սոցցանցում գրել է, թե Թեհրանը զիջումների է հասնում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով, իսկ բանակցություններում պարզապես պարտադրում է փոխըմբռնում։ Մեջբերեմ ցանկացած համաձայնագրի հաղթողը նա է, ով լավագույնս է պատրաստ հաջորդ օրվա պատերազմին, գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։